Ողջույն հարգելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար ալիքի եթերում 2X հաղորդաշարն է, իսկ ես Մանե Բարեղամյանն եմ։ Այսօր զրուցելու եմ Սեյֆյու հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանի հետ։ Ողջույն Մարիամ ջան։ Ողջույն Մանե ջան։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Ուզում եմ մեր ռադիոընկերների համար, այսպես ասել, բացել փակագծերը, որ Save-ուն դա հարթակ է, հա, application-ը, ինչպես հիմա ընդունված է ասել, որը կանանց պաշտպանությամբ է զբաղվում, եւ հետաքրքիր է, կուզեմ որպեսի պատմեք եւ պատմեք, թե ինչպես առաջացավ միտքը, որպեսի հենց այսպիսի նման ծրագիր սկսեք ու զբաղվեք կանանց բռնության դեմ պայքարով։ Շնորհակալություն Մանե ջան հարցի համար։ Save-ուն բավական հետաքրքիր նախապատմություն ունի, ես լինելով իրավաբան, եւ մարդու իրավունքների ոլորտում եւ նաեւ սովորելով սոցիալական անթրոպոլոգիա եւ հանրային առողջություն, այնպես ստացվեց, որ այսպես 3 ճյուղերով գնում էր թե իմ կրթությունը, թե զբաղվածությունը եւ նաեւ այդ ընթացքում բավական հետաքրքրված էի նաեւ նրանով, թե ինչպես են տեխնոլոգիաները եւ առաջին հերթին հենց արհեստական բանականությունը կարող սոցիալական փոփոխությունների բերել, այսինքն ի վերջո ծառայել մարդկությանը եւ թերևս դրա պատճառով էր հենց որ հրավիրվեցի որպեսի մի հետաքրքիր հետազոտություն առաջնորդեմ եւ այդ հետազոտության արդյունքները նրա մասին էին թե ինչպես կարող են նորարար տեխնոլոգիաները նպաստել կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը եւ իհարկե հետազոտության ընթացքում հասկացա որ շատ լուծումներ որոնք ստեղծվել են ցավոք սերտի ձախողել են տարբեր կոնտեքստներում հա ինքը այսպես միջազգային հետազոտություններ եւ այդ ժամանակ հղի էի երբ որ հետազոտությունը արդեն վերջնականացնում էի եւ մի ընտանեկան հավաքի ժամանակ մի տարեցկին ինձ ասաց Մարիամ շատ գեղեցիկ ես, գեղեցկացել ես եւ սա քո առաջին երեխան է, պետք է տղա լինի։ Ես էլ ասացի, չէ, որ աղջիկ եմ սպասում եւ շատ ուրախ եմ, որ աղջիկ եմ ունենում, այսպես իր դեմքը փոխվեց եւ ինքը ասաց ոչինչ, մի մտածել երկրորդը տղա կլինի եւ ես այդ ժամանակ ինքս ինձ հարց տվեցի, ինչն է խնդիր այս աշխարհում, որ մի կին է, մեկ ուրիշ կնոջ ասում է, որ մի աղջիկ, որ նույնիսկ դեռ չի ծնվել, ավելի քիչ կարևոր է, քան տղան կամ միգուցե մեկ այլ պատճառով էր նա ասում, չէր ուզում որ այդքան տանջվի, ինչքան ինքն էր տանջվել կամ մի խոսքով շերտերը շատ են, բազում են այդ կարճ խոսակցության մեջ, այսպես դարերի շերտեր են թաքնված եւ խնդիրներ, բայց ամենացավալին այն է, որ կինը միայն նրա համար, որ կին է, կարող է այս աշխարհում սպանվել եւ ենթարկվել բռնության, այսինքն անպաշտպան լինել եւ հենց այդ պահները, որ ես ասացի, որ ես պետք է ստեղծեմ մի լուծում, որը յուրաքանչյուր կնոջ այս աշխարհում հնարավորություն տա լինել պաշտպանված։ Եվ այդտեղից սկսվեց այդ ճամփորդությունը, այդտեղից հենց Save-ի պրոտոտիպի նախագծման աշխատանքները սկսվեցին եւ այս պահին արդեն այն գործում է աշխարհի 8 երկրներում եւ այն առաջնային միտքը որ աշխարհում յուրաքանչյուր կին ունենա հասանելիություն մենք շարժվում ենք դեպի դրան այսինքն դարձնելով սա գլոբալ լուծում եւ այո դա նաեւ բջջային հավելված է հա application է բայց իրականում մեծ հաշվով տեխնոլոգիան շատ ավելի մեծ է ինքը հարթակ է նաեւ կառավարությունների պատկան մարմինների հասարակական կազմակերպությունների համար եւ շատ կարեւոր է որ մեր վերջնանպատակը իհարկե առաջնային նպատակը մեր պաշտպանությունն է եւ անվտանգությունը, բայց վերջնանպատակը դա կանխարգելումն է, այսինքն ունենալ բավականաչափ գիտելիք եւ ոչ անձնական տվյալներ, վերլուծված տվյալներ, որոնք հնարավորություն կտան կանխարգելել բռնությունը, մինչեւ դրա վրա հասնելը եւ ստեղծել ավելի անվտանգ եւ ապահով հասարակություններ, որտեղ կինը հնարավորություն ունի իր ամբողջ պոտենցիալը իրացնել եւ թերևս սրանով մենք Նաև ծառայում ենք մարդկությանը կանանց միջոցով, այսինքն այնպես չի, որ մենք այսպես առանձնացել ենք մի տիեզերք ենք ստեղծել կանանց եւ այդ կանանց համար ենք անում, ոչ, սա մենք կարծում ենք, որ կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին, սոցիալական կյանքին, քաղաքական կյանքին եւ ընդհանրապես կնոջ պոտենցիալի իրացումը շատ կարևոր է հենց հասարակության համար եւ գալիք սերունդների համար եւ պաշտպանությունը, անվտանգությունը հիմնակարային մի հատվածն է, պետք է պարտադիր լինի, որ դրա վրա կառուցվի մեր մնացյալ բոլոր հնարավորությունները եւ երազանքները։
Ուզում եմ մի քիչ ավելի խորը հարցեր վերլուծենք։ Ես միշտ մտածել եմ, որ ավելի շատ խոսվում եւ բարձրաձայնվում է, բնականաբար կա բռնություն կանանց նկատմամբ, հա, աղջիկ երեխաների նկատմամբ, անգամ օրենսդրական կարգավորում մտավ, բայց կա դրա հակառակ պատկերը, որ երբ նայում ենք ավելի էթնիկ կողմում, մեր տատիկները, տան մեծերը, կանայք, իրենք միշտ ընտանիքում ունենում են իրենց շատ ուրույն տեղը, իրենց կշիռով խոսքը, իրենք տանը լինում են շատ ժամանակ որոշիչ դերում, եւ այսպես ինձ մոտ դիսոնանս է առաջանում, որովհետեւ հասարակության առումով մենք դե բնականաբար չենք կարող, հա, այսպես շերտերը հաշվել, բայց դիսոնանս է առաջանում, որ որոշ ընտանիքներում եւ որոշ շերտերում դա կա, բայց որոշ շերտերում դա բացակայում է։ Հիմա հետաքրքիր է դուք լինելով այս ամեն ինչի մեջ, վստահ եմ լիք օրինակներ եք տեսել, դուք ինչ եք մտածում։ Հիմա սա ինչ խնդիր է, էթնիկ խնդիր է, դաստիարակության խնդիր է, հասարակության մտածելակերպի խնդիր է, որտեղից է այս խնդրեմը առաջանում։ Ընդհանրապես բռնության խնդիրը բավականին խորն է եւ բազմաշերտ է, յուրաքանչյուր հասարակությունում, նաեւ մեր հասարակությունում եւ իհարկե յուրաքանչյուր ժողովրդի մեջ ինքն իր ուրույն մշակութային նաեւ այսպես արտահայտության ձևերն ունի եւ մտածելակերպային այսպես մոտեցումներն ունի, շատ բազում են շերտերը, հա, թե կախված նրանից թե որ սերունդի մասին ենք խոսում, հա, մենք օրինակ շատ հաճախ այո կարող ենք տեսնել մեր տատիկներին այսպես ինչ-որ իշխող դիրքերում, բայց շատ հաճախ մեր շատ ավելի երիտասարդ քույրիկին նոր ամուսնացող շատ ավելի ծանր կացության մեջ, որտեղ որ հենց այդ նաև այդ կանանց իշխանությունը ըստ էության ոչ ցավոք սրտի լավ ձևով տարածվում է նաև իրենց վրա եւ ըստ էության դառնում է միտեղ, որտեղ նա ճնշված է լինում նոր ընտանիքում, այսինքն շերտերը բազում են, թե տնտեսական հնարավորությունների, թե սոցիալ մշակութային, թե որտեղ ենք մենք տեսնում ընդհանրապես կնոջ հասարակության մեջ եւ որտեղ ենք տեսնում տղամարդուն, մենք ապրում ենք մի երկրում, որը որ իր անկախությունից ի վեր միշտ այսպես առաջնորդվել են տղամարդիկ են որոշում ներկայացրել մեր բոլոր ճակատագրական սխալների, կարող ենք այսպես ասել, որտեղ սխալները բազում են, հա, սխալների եւ ոչ սխալների, այսինքն ամեն առումով մենք տեսնում ենք, որ առաջնորդը տղամարդ է եւ նա է ըստ էության մեր կյանքը այս կամ այն կողմ տանում, կլինի դա քաղաքական առումով, կլինի դա տնտեսական առումով եւ նմանատիպ մտածելակերպերը, որ այ տղան ծնվեց, այ մեր թագավորը ծնվեց եւ երբ որ աղջիկա ծնվում կամ ցավոք սրտի մենք մեր հասարակությունում ունենք տարածված սերով պայմանավորված աբորտների բավականին մեծ խնդիր, սա ցույց է տալիս, որ այդքան էլ հավասար չի տղայի եւ աղջկա, ընդհանրապես կանոջ եւ տղամարդու տեղն ու դերը հասարակության մեջ։ Եվ դա ի վերջո ստեղծում է այսպես մոտեցումներ, թե որտեղ պետք է լինի, որտեղ է կնոջ դերը, որտեղ է տղամարդու դերը, եւ ցավոք սրտի այդ կնոջ դերը քանի գնում ավելի ճնշված է դառնում, այսինքն ավելի իր սուբյեկտայնության, իր ինքնուրույնության, իր կյանքը տնօրինելու, իր կյանքի համար որոշումներ կայացնելու առումով տեսնում ենք, որ քանի գնում է ավելի ճնշված է դառնում շատ դեպքերում, հա, նաև ունենք իհարկե շատ լավ տենդենց էլ, հա, նույն Հայաստանում նամանավանդ նոր սերունդի մասին երբ որ խոսում ենք, շատ ավելի բաց եւ ազատ ձևով են, հա, իրենց կյանքը տեսնում աղջիկները արդեն իսկ ավելի երիտասարդ տարիքից, այսինքն այն հին մոդելը, որ գործում էր, որ հայ ավարտեմ համալսարանը, ամուսնանամ եւ երեխա ունենամ, ինքը մի փոքր ավելի առողջ ձևով է, այսինքն ես այո դա էլ անեմ, այո ունենամ ընտանիք, այո ունենամ երեխաներ, բայց նաեւ ունենամ կյանք, ունենամ կարիերա, ունենամ որոշակի ինքնուրույնություն, ինքս նաեւ մասնակցեմ հասարակական, տնտեսական, քաղաքական կյանքին։ Իրավիճակները շատ տարբեր են ինձ թվում է, որովհետև ավելի այն ընտանիքներում, որտեղ կան մեծեր, կարծում եմ ավելի շատ է տղա երեխայապաշտությունը, որովհետև միշտ մեծ տատիկները, պապիկները այդ թագավոր տղա լինելու կարգավիճակի գաղափարը տարածողներն են,
Իսկ ավելի միջին սերունդը, օրինակ 40-ից 50 տարեկան կանայք, ովքեր շատ ժամանակ առնչվել են այդ շատ կարծրատիպային մտածողությանը, կարծում եմ հենց այստեղ խնդիրը իրենց մեջ է, որովհետև անցումային փուլում հենց իրենք են հայտնվել ու շատ ժամանակ իրենք էլ հենց իրենց կաշվի վրա տեսել են տղա երեխայի կամ աղջիկ երեխայի լինել չլինելու հարցի բացը, բայց գիտեք ինձ համար ինչն է զարմանալի, ես նկատել եմ վերջերս հատկապես պատերազմից հետո, որ թագավոր տղաների, առյուծ տղաների մասին կենացները եւ մտածողությունը սկսել է նվազել։ Այստեղ նվազումը ես ինքս ինձ համար հետևություն եմ արել, որ պայմանավորված է պարտվելու, պատերազմում պարտություն ունենալու ֆակտորով, որովհետև մարդկանց հոգեբանության մեջ տղամարդու կերպարը չասեմ փոխվել եւ խեղաթյուրվել է, բայց վստահաբար փոփոխության է ենթարկվել, չեմ կարող ասել դեպի որ կողմ, բայց եթե առաջ մեր սեղանների շուրջ կենացներ էին խմվում, որ մենք ունենք առյուծ տղաներ, առյուծ ոգիներ, չգիտեմ, այսպիսի ամպագորգոր տեքստեր, հիմա դրանք չկան։ Հիմա ավելի շատ այսպես ավելի պարտված հոգեբանությամբ, ավելի ճնշված հոգեբանությամբ սերունդ է մեծանում եւ հատկապես պատերազմի ժամանակ, երբ մենք ականատես եղանք նաեւ այդ շատ դասալիքության օրինակների, դա էլ մարդկանց մեջ իրավիճակ փոխեց։ Հիմա նաեւ կա այդ ամենի մյուս կողմը, որ մենք սերնդափոխության տեսանկյունից նայում ենք, որ հոգեբանական առումով տղա երեխաները եւ նոր սերունդը ավելի դարձել է ոչ դիմացկուն, անգամ հոգեբանական վատ իրավիճակներին, դարձել են ավելի խոցելի։ Հիմա բոլորը նաև խոսում են հոգեբանական տերմիններով։ Ես դրանում շատ ուրախ եմ, որ մարդիկ տեղեկացված են եւ գիտեն իրենց ամեն ինչը պաշտպանում են, բայց այսպես իմ աչքին մեր հայ հասարակությունը ինչ որ փոփոխությունների մեջ է, որը ես դեռ չեմ կարողանում ռեալ գնահատել, ինչ փոփոխություն է։ Հետաքրքիր է այս հարցերին դուք առնչվել եք կամ մտածել եք ձեր մեջ ինչից է որ մենք հիմա այս առյուծ տղաների կերպարներից փոփոխության մեջ ենք մտել ու մեր իրական նոր սերունդն էլ դարձել է ավելի թույլ ու քիչ դիմացկուն։ Հայ հասարակությունը միանշանակ փոխում է իր դիմագծերը։ Դրա մեջ կան իհարկե անցումային նաև տեղ-տեղ միգուցե նաև ինչ-որ ցնցումային, պատերազմով պայմանավորված, հետ պատերազմական իրավիճակով պայմանավորված իրավիճակներ, բայց միանշանակ սա նաև գլոբալ տենդենս է, այսինքն Հայաստանը այսրանով չի առանձնանում։ Եվ իհարկե այդ փոփոխությունների մեջ, այսինքն փոփոխվում են դերերը, դա նաև շատ մեծ հաշվով պայմանավորված է տնտեսական փոփոխություններով եւ տնտեսության մեջ ով ինչքան այսպես կշիռ է կարողանում ձեռք բերել եւ այո նաև հոգեբանորեն գտնելու եւ հասկանալու իսկ որն է իմ տեղը, թե այլևս ես թագավոր չեմ, ապա ով եմ ես այդ դեպքում, այսինքն որոնք են մոտեցումները, որոնցով ես պետք է շարունակեմ ապրել եւ կարծում եմ որ այս առումով տղաներին եւս բավականին մեծ այսպես աջակցություն է պետք իրենց կյանք, որովհետեւ այն ռեսուրսը, որ նաեւ տղաները տղամարդիկ են բերում այս աշխարհ, դա ահռելի մեծ է, ուղղակի առողջ ձևով կարողանալ, որովհետեւ այն պատրիարխալ համակարգը, որը ըստ էության, որի մեջ մենք դեռևս ապրում ենք եւ ապրել ենք շատ ավելի խորը, ինքը միանշանակ առողջ չէ ոչ կանանց համար, իհարկե կանանց համար էլ ավելի վատ է եւ ոչ էլ տղամարդկանց համար, որտեղ ի վերջո իր մեջ կան են տոքսիկ երևույթներ, որոնց տղամարդկանց կողմից մի խումբ տղամարդկանց կողմից մեկ այլ խումբ տղամարդկանց ճնշելու եւ նրանց իշխելու, այսինքն այդ ամեն կարգավորվածությունը, կազմակերպվածությունը պատրիարխալ համակարգի բավականին վատ ձևով է անդրադառնում նաեւ եւ անդրադարձել տղամարդկանց վրա, որքան որ դրա պաշտպանները շատ են եւ կարծում եմ որ այո պետք է ուշադրություն նաեւ դարձնել այս ուղղությամբ թե այս վերափոխումների եւ փոփոխությունների ժամանակ մենք ոնց են կարողանում հասարակության բոլոր կողմերին հավասարաչափ հնարավորություն տալ որ իրանք լինեն հնարավորինս պահպանրված կայունությունը, որը շատ կարևոր է, որտեղ ոչ մեկ չի ասում որ տղամարդը իրավունք չունի լինել սկայուն, դրա հակառակը շատ ավելի լավ է որ մենք իրենց ռոբոտների նման չմեծացնենք, այլ իրենք լինեն մարդիկ, ովքեր մի սուար ունեն եւ զգում են եւ կարող են զգալ եւ իրենց եւ դիմացինին, որpիսի իրենք կարողանան այդ պաշտպանվածությունը
եւ ներքին ճկունությունը պահպանեն եւ դիմացկունությունը, այո, դիմացկունությունը շատ կարեւոր մի բան է, որ տեսնում ենք մեր տատիկ պապիկների, մեր հայրեր մայրերի, այդ սերունդները իրանք այդ բարդությունների մեջով անցնելուց ի վերջո կոփվել եւ ավելի ուժեղ են դարձել եւ կարծում եմ, որ այն մարտահրավերները, որոնք այսօր կան մեր առջեւ ծառացած, նույն այդ դերերի փոփոխությունները, այս շատ ավելի անհասկանալի աշխարհը, որը շատ ավելի արագ է փոփոխվում, ինֆորմացիոն հոսքերը անդադար են, որևիցե կայունություն եւ այսպես ամբողջական պատկերացում ապագայի մասին չունենալը բավականին հասկանալի է, որ խնդիրներ է ստեղծում, բայց հենց այդ խնդիրներն են, որ գալիս են մեզ ավելի ուժեղ դարձնելու, գալիս են մեզ ավելի ճկուն դարձնելու, գալիս են մեզ ավելի դիմացկուն դարձնելու եւ այո, նկատում եմ այդ փոփոխությունները եւ կարծում եմ, որ այստեղ հենց կանայք եւս շատ մեծ դեր ունեն խաղալու, որովհետեւ մենք այսպես անցնելով այդ երկար ճանապարհները, եւ շատ դիմացկուն դառնալով այդքան ճնշվածությունների մեջով այս պահին մի փոքր ավելի գուցե հնարավորություններ ավելի շատ ունենալով, իհարկե շատ ավելի սակավ թվով կանանց մասին եմ ես խոսում, սա համատարած չի, մենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանդիպումներ ենք այս տարի արդեն ունեցել տարբեր մարզերում, գյուղերում եւ պատկերը բոլորովին այլ է, քան թե նույն շատ փոքր Երևանի կենտրոնում, որտեղ մենք այս բանին զրույց ենք վարում, հա։ Եվ իհարկե այս փոփոխությունները հաշվի առնելով կանանց դերը այս փոփոխություններով անցնելու ժամանակ ել ավելի մեծ է եւ իհարկե ել ավելի կարեւոր է կանանց պաշտպանությամբ զբաղվել հենց այս անցումային շրջանում, որովհետեւ ցավոք սրտի ագրեսիան, նաեւ ատելության խոսքը, նաև բռնության կոչերը, այս ամեն ինչը շատ վատ է ի վերջո անդրադառնում հենց ամենախոցելի խմբերի վրա եւ դրանց մեջ դեռևս մնում են կանայք եւ երեխաները եւ պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել եւ այդ աջակցությունը տղամարդկանց դիմացկունությունը ապահովելու առումով, բայց նաև չմոռանալով, որ ավելի խոցելի եւ ավելի մեծ խնդիր ունենք պաշտպանելու կանանց։ Ես գիտեմ, որ ակտիվ հիմա ձեր Safe հարթակը աշխատում է եւ մեր նախնական խոսակցության ընթացքում ասացիք, որ արդեն ունեք 300 փրկված կանայք։ Հետաքրքիր է ձեր փորձառությունը այս առումով, ինչ դեպքերի եք հանդիպում կամ ինչ է իրական տեղ ունենում, որովհետեւ երբ մեր շրջապատում չի կատարվում բռնություն եւ ականատես չենք լինում, մեզ թվում է, որ բռնություն չկա։ Բայց երբ լսում ենք նման օրինակներ ու շատ վատ պատմություններ, հասկանում ենք, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր իրականում շատ վատ իրավիճակում են եւ շատ հաճախ հենց մեր օգնության կարիքն ունեն։ Մի քիչ կիսվեք ձեր փորձառությամբ։ Ցավոք սրտի, այո, մարդիկ անցնում են այդ փորձառությունների միջով եւ անցնում են մենակով։ Եվ սա հենց ամենաառաջին միտքն է եղել, որ ստեղծենք մի լուծում, որը հնարավորություն կտա մեզ լինել մարդու կողքին, երբ ինքը միայնակ է եւ ըստ էության չունի հնարավորություն որևիցե մեկի հետ դրա մասին կիսվելու եւ դրա մեջ էլ իհարկե խնդիրներ կան համաշակութային, թե ինչու ենք մենք այդպիսի միջավայրեր եւ հասարակություն ստեղծել, որտեղ այդքան դժվար է զգայուն թեմաները միմյանց հետ կիսվելու եւ բացահայտելու եւ իրական օգնություն խնդրելու, հա, այսինքն ինչի ենք մենք միջավայր ստեղծել, որտեղ մենք այսպես բոլորս ուզում ենք միայն լավը երևալ եւ ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, երբ որ ոչ ամեն ինչ է լավ եւ իհարկե խնդրի լուծումը սկսում է դրա բարձրաձայնելուց, պետք է բարձրաձայնել, խոսել եւ հասկանալով, որ շատ դժվար է, ես ինքս հազարավոր դեպքեր մարդիկ գալիս են իմանալով ես ինչով եմ զբաղվում, հա, գալիս են ինձ պատմում են իմանալով, որ ես այսպես ապահով տարածք եմ եւ կարող եմ զուտ լսել եւ շատ հաճախ հասկանում եմ, որ նույնիսկ լուծում էլ չեն խնդրում ինձանից, այ ուղղակի ուզում են, որ ես լսեմ եւ լինեմ այնտեղ, ուղղակի մարդով կարող է կիսել եւ հասկանալ։ Եվ կարծում եմ, որ առաջին հերթին մենք բոլորս այդ ունակություն ունենք եւ կարող ենք զուտ ներկա լինել մարդու կողքին եւ փորձել այդ ապահով տարածք լինել լսելու առումով։ Իսկ Safe-ի մեջ ինչ է կատարվում, մենք նույն անվտանգության հատվածը, որտեղ Safe-ն հարթակ է, որտեղ հասանելիություն կա համայնքին, տարբեր մասնագետներին, այսինքն առաջին հերթին ինքը հենց մի տեղ է, հենց ինքը իրանով վիրտուալ ապահով տարածքի, որտեղ մարդիկ գալիս են կիսվելու իրենց խնդիրներով, պատմելու իրենց պատմությունները եւ իհարկե մասնագիտական խորհրդատվություն ստանալ։ Սա առաջինն է, ես կարող եմ ասել։ Իսկ անվտանգության առումով
Ինչ ունենք անվտանգության կոճակը, օգտատերը կարող է ընտրել մինչև 3 կոնտակտներ իր կոնտակտների լիստից, մինչև որոնք իր անվտանգության կոնտակտները կդառնան, դրանք ընտանիք ընկերներն են հիմնականում, մինչև 3 տարբեր կազմակերպություններից, որոնք աջակցման կենտրոններ են, որոնք ըստ էության պետության կողմից պատվիրակված կառույցներ են, որոնք ահազանգում են նման դեպքերում եւ այլ հասարակական կազմակերպություններ, որոնք եւս մեր ցանցի անդամ են, որոնք եւս զբաղվում են կանանց խնդիրներով եւ կարող են ակտիվացնել ոստիկանությունի դեպ Հայաստանի Հանրապետությունում մենք ամբողջությամբ ինտեգրված ենք ոստիկանության հետ, այսինքն այդ կանչ կոճակը սեղմելուն պես ոստիկանությունը եւ մնացած ոնց որ կոնտակտները տեղեկանում են օգտատիրոջ գտնվելու վայրի մասին, դեպ վտանգը ամենուր միայն տան մասին չենք խոսում, վտանգը կարող է լինել դրսում, կարող է լինել տաքսիի մեջ, կարող է լինել աշխատանքից ուշ ժամին տուն վերադառնալիս եւ իհարկե ցավոք սրտի նաեւ տանը եւս կարող է անվտանգ չլինել եւ այդ դեպքում ուրեմն կինը սեղմում է այդ կանչ կոճակը եւ այս մինչեւ 7 ուղություններով, եթե 7-ն էլ ընտրված են, ապա բոլոր 7 ուղություններով գնում է ահազանգ SMS իր տեղակայման վայրով, այն կազմակերպությունների համար նաև գնում է այսպես notification իրենց հարթակի մեջ, safe-ի հարթակի մեջ ոստիկանության դեպքում գնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ ոստիկանությունը բացի թե որտեղ է գտնվում տվյալ պահին ենթադրյալ զոհը, ինքը նաև իմանում է հասանելիություն է ունենում այդ 1 րոպե տևողությամբ ձայնագրությանը, որը սեղմելուն պես միանգամից ձայնագրություն է սկսում, որը 1 րոպե տևողությամբ հասկանում է թե ինչ է կատարվում մեր շուրջ, որովհետև շատ հաճախ այո դեպքը լինում է, բայց մենք հետո նաև արդարադատության հասանելիության խնդիր ունենք ընդհանրապես այդ ամբողջ հետաքննություն նախաքննություն ինչպես պետք է իրականացվի եթե չկան ապացույցներ, որտեղ մեկը ասում է որ խնդիր չկա, մյուսը ասում է որ խնդիր կա եւ ոստիկանության պարագայում մինչեւ ոստիկանություն տեղ հասնելը իրենք արդեն իսկ ունեն նախնական տեղեկատվություն թե ինչ է կատարվում շատ որտեղ որ երբ որ ոստիկանությունը հասնում այսպես բոլորը շատ հանգիստ նստած սուրճ են խմում կամ այսինքն բնականաբար հենց այդ պահին այդ էսկալացիայի պահը չի հա եւ սա շատ կարևոր ինտեգրացիա է, որովհետև այս առաջին հենց ամիսը, երբ որ այս ինտեգրացիան մենք կարողացանք անել ոստիկանության հետ, նաև իրենց համար առանձին համակարգ ստեղծեցինք դեպքերի վարման վարույթի, ընդհանրապես բոլոր ընտանեկան բռնության դեպքերի ոչ միայն safe-ով գնացող, մենք տեսանք 200%-ով աճեցի դիմելիությունը, այսինքն սա այն փոքրիկ, բայց շատ կարևոր համակարգային փոփոխության մի հատված է, թե ինչպես կարող են իսկապես նորարարությունն ու ինովացիաները դեր խաղալ, որպեսզի սոցիալական լուրջ խնդիր լուծվի եւ նաեւ ինքը լուծվի համակարգի մեջ, ոչ միայն մարդը մարդուն դիմելով եւ կառույցներին դիմելով, այլ հենց ոստիկանական համակարգը եւս դրա մի կարևոր մասը դառնա։ Սա է այն ինչ որ կատարվում է եւ այո մենք ունեցել ենք շուրջ 65000 կին ուղիղ աջակցություն ենք ցուցաբերել safe-ի հարթակի միջոցով եւ ունենք այո 300 փրկված կյանքերի պատմություններ, դրանք այն պատմություններն երբ կինը սեղմել է այդ կանչի կոճակը կամ SOS կոճակը, այն ժամանակ երբ որ իր կյանքը եղել է ուղիղ վտանգի տակ, այսինքն սպանության փորձ է կատարվել մարդը։ Այսինքն երբ մարդը վատ իրավիճակում է, ինքը սեղմում է կոճակը, հա, սեղմելուն պես սկսվում է ձայնագրությունը 1 րոպե տևողությամբ, բայց արդյոք այդ 1 րոպեն հերիք է։ Այս պահին ամենաօպտիմալ այսպես 1 րոպեվա ընթացքում իրականում ձեռք բերված ապացույցը համարել ենք այսպես բավարար, սա իհարկե երկար տարիների նաև համագործակցությունների արդյունքում ա որ այդ 1 տարին, այսինքն էքսպերտների հետ համագործակցության եւ նաև որ շատ հաճախ հետո հետ զանգ է գնում կնոջը, հա, եթե ինքը կարող է որտեղ follow-up համակարգ կա նաև հետադարձ կապի, որ եթե չի կարողանում պատասխանել այդ follow-up-ին համակարգը հասկանում է, որ ինքը էլ ավելի մեծ վտանգի մեջ է, որտեղ հասանելիություն չունի այլևս ինքն իր հեռախոսին եւ այդ 1 րոպե տևողությունն ըստ էության այն անհրաժեշտ եւ բավարար քանակներ րոպեների, որ ոչ մենք շատ այսպես իր հեռախոսի հնարավորությունները, հա, դա կլինի ինտերնետային հնարավորություններ, կլինի թե որքան լիցքավորված հեռախոսը, զուտ այսինքն որքան charge ունի, հա, իր մեջ, եւ այնքանով թե ինչքանով դա կարող է ապահովել, այսինքն րոպեները մենք միշտ կարող ենք երկարացնել, բայց մեր
փորձառություն ցույց է տալիս, որ այդ 1 րոպե տևողությունից հետո հիմնականում կամ իրեն են զանգում կամ ինքն է զանգում եւ ըստ էության այդ 1 րոպեն այո բավարար է։ Հետաքրքիր է։ Հա, ու այսինքն եթե այդ զանգը գնում է, արդեն ոստիկանությունը գնում է աջակցություն ցույց տալու, թե ոնց է լինում, ես չպատկերացնում։ Այո, ոստիկանությունը դա նույնն է, եթե ես հիմա զանգարեմ ոստիկանություն, իմ հասցեն կարողանամ ճիշտ ասել, ինչը շատ դժվար կլինի ինձ համար, ասել ճշգրիտ որտեղ եմ գտնվում, իսկ համելվածի դեպքում 1 հպումով ինքը այդ բոլոր հարցերը լուծում է եւ նկարագրեմ իրավիճակ, թե ինչ է ինձ հետ կատարվում, ինչը ըստ էության ֆիզիկական բռնության դեպքում շատ դժվար է, եթե քո վրա քեզանից ավելի ուժեղ հարական սեռի ներկայացուցիչի կողմից հարձակմանից ենթարկում, շատ դժվար է զանգ կատարել եւ այդ զանգի ընթացքում այդքան երկար ինֆորմացիաներ փոխանցել պատկան մարմիններին, գրեթե շատ դեպքերում անհնար է, մեկ այլ դեպքում, որ բացարձակ անհնար է, երբ որ մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց մասին, ովքեր խնդիր ունեն, ովքեր օրինակ չեն կարողանում խոսել, հա, եւ նմանատիպ այլ խնդիրներ, նման պարագաներում միանշանակ ոստիկանությունը ոնց որ սա ընդունում է որպես ահազանգ եւ ուղղակի գալիս է դեպքի վայր։ Իսկ ինչպես եք գնահատում Safeview-ի մասին տարածվածությունը Հայաստանում, արդյոք այնքան հայտնի է հարթակը, որ բոլորը գրեթե, հա, իմանան, ճանաչեն եւ կարողանան օգտվել։ Միանշանակ կարծում եմ, որ մենք այստեղ շատ մեծ գործ ունենք անելու, էլ ավելի տարածելու, նաև այսպես հենց մարզերում հանդիպումների ընթացքում, ինչի որովհետև քանի որ ինքը բավականին զգայուն խնդիր է, միայն այսպես իրեն գովազդելով մենք չենք կարող, այսպես ասած, հասնել վստահության, այսինքն շատ կարևոր հասկացել ենք, որ շատ կարևոր է նաև այդ հանդիպումները, ինչու՞ չէ նաև տարբեր հոգեբանական սեսիաները, որ մենք իրականացնում ենք կամ արվեստի, թերապիայի միջոցով կամ այսինքն այնպիսի բաներ, որոնք որ համայնքին նաև հավաքում են իրար շուրջ եւ ստեղծում են նաև ապահով ֆիզիկական տարածք, որովհետեւ միայն վիրտուալ կերպով այս խնդրին մենք չենք կարող անդրադառնալ, որովհետեւ խնդիրը, ինչպես ասացինք, շատ բազմաշերտ է եւ ենթադրում է, որ այլ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն եւ այս առումով մենք ահռելի մեծ աշխատանք ունենք անելու, թե տարածելու սա տարբեր խողովակներով, հա կլինի դա չգիտեմ, սոցիալական մեդիայի միջոցով եւ թե իհարկե հենց տեղում մարդկանց հետ բարբերական հանդիպումների, իրազեկող հանդիպումների միջոցով։ Իսկ այժմ որ երկրներում կա Safeview-ն, ասացիք 8 երկրում արդեն հասանելիություն կա, դրանցից մեկը Հայաստանն է, իսկ մյուս 7 երկրները որոնք են։ Վրաստան, Իրաք, Ռումինիա, Լեհաստան, Միացյալ Նահանգներում մեկ նահանգ, Նյու Մեքսիկո նահանգում է սպային գործում, նաև սպային մենք բանակցում ենք Կալիֆոռնիայի եւ Նյու Յորքի ուղղությամբ, ներքի դա առավել մեծ աշխատանք է ենթադրում, բայց լավ է, որ բանակցությունները մեկնարկված են, մյուս երկիրը Էստոնիան է, Եվրոմիությունում կրկին, եւ Հորդանանում ենք սպային, այսինքն ամբողջ աշխատանքներն արդեն իրականացված են, սակայն դեռևս այն հասանելի չէ, կառավարության, Հորդանանի կառավարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ միասին ենք այնտեղի իրականացնում այս ծրագիրը եւ շուտով այն նաեւ հասանելի կլինի օգտագործման համար, բայց հարթակի առումով ամբողջությամբ արդեն այն տեղայնացված է Հորդանանի կարիքներին եւ կառավարության պահանջներին։ Ես մաղթում եմ մեծ հաջողություն ձեր գործին, որովհետեւ շատ մեծ օգտակար ու լավ գործ եք անում, ու ինչքան քիչ լինի բռնությունը, այդքան մենք ունենանք ավելի երջանիկ ու առողջ հասարակություն։ Բայց ուզում եմ մի քիչ էլ խոսենք առաջնորդության մասին, քանի որ մեր հաղորդաշարի կոնցեպտը եւ թեման դրա մասին է։ Ուզում եմ դուք լինելով ձեր ոլորտի առաջնորդ, որովհետեւ այն մարդը, ով ունի առաջնորդային հմտություններ, վստահաբար չի կարող այսքան գործունեություն ծավալել եւ այսպիսի մասշտաբային գործունեություն ծավալել, հետաքրքիր է ձեզ համար ինչ է կնոջ առաջնորդությունը, հա, այն կինը, ով ունի երազանքներ եւ կարողանում է դրանք իրականացնել, աշխատում է այդ ուղղությամբ, ինչ կարծիք ունեք առաջնորդություն եզրույթի մասին։ Ասեմ, որ ինձ համար անձնապես առաջնորդությունը առաջին հերթին այս ծառայություն է։ Ծառայություն այն
այն գաղափարներին եւ այն աշխարհի տեսլականին, որը որ ես ինքս ուզում եմ տեսնել ինձ համար, իմ ընկերների համար, իմ ընտանիքի համար, իմ աղջկա համար, իմ շրջապատի համար, իմ երկրի համար եւ ընդհանրապես մարդկության համար, այսպես շատ փոքրից սկսվում է եւ այսպես տարածվում է ամբողջ մարդկության համար, որով հասկանալով միգուցե նրանից է որ նաև հայ եմ, միգուցե նրանից է որ ես կին եմ, հա շատ բաներ են իմ մեջ խոսում, այն գործունեության մեջ ինչով որ ես եմ զբաղվում։ Միգուցե լինելով հայ, ով ունենալով այդպես մենք պատմություն, հա, բազմադարյա տարբեր բռնության ալիքների հենց մեր ժողովրդի նկատմամբ ունենալով տատիկի մայր, ով Կարսից ցեղասպանության որբերից է եղել։ Այսինքն այդ ամեն ինչը բնականաբար իմ գործունեության մեջ, իմ մեջ խոսում է, բայց իհարկե առաջին հերթին խոսում է հենց միգուցե իմ մանկությունը, իմ երազանքը նրա մասին, թե ինչքան մեծ ուժ կա մի մարդու մեջ եւ այդ ուժը հնարավոր է այո կիրառել, հնարավոր է այսպես ասած բերել ծառայեցնելու այլոց եւ դրա շուրջ համախմբել մարդկանց, կարողանալ երբ որ համախմբում ես մարդկանց, կարողանալ ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա իր լավագույն տաղանդները, իր լավագույն ինքն իր լավագույն տեսակը գտնել եւ գնալ դեպի այդ լավագույն տեսակ։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր է, այսինքն մի միջավայր, որտեղ ոչ միայն ես կկարողանամ իսկապես աճել, այլ կկարողանամ այդ միջավայրում համախմբելով մարդկանց տեսնել, թե ինչպես են նրանք բոլոր աճում եւ ամենակարևորը իրենք իրենց աճը տեսնել, որովհետեւ սա ճանապարհ է եւ մենք սկսում ենք ինչ-որ մի կետում, բայց այն ճանապարհը անցնել է պետք է յուրաքանչյուր ճանապարհի դժվարություններ կլինի, թե շատ ավելի մեծ դժվարություններ կլինեն, ամենը հաղթահարելու ընթացքում է, որ մենք ավելի թե հղկվում ենք, թե աճում ենք եւ մեր մեջ էլ ավելի ոնց որ վառ է դառնում այն, թե ինչի համար ենք մենք սա անում, այսինքն ի վերջո ես կասեի, որ ինձ ուղղորդում են, այսպես ասեմ, այդ միտումները, հա, այսինքն այն ինչուն, թե ինչու համար եմ ես այս ամենը անում եւ այդ հենց այդ ինչուից է գալիս հենց այդ ամբողջ ուժը եւ այդ ինչուից է գալիս նաեւ այն տեսլականը աշխարհի, այն այլ աշխարհի, որը որ ես ուզում եմ տեսնել եւ չեմ ուզում տեսնել ինձ համար, այլ ուզում եմ տեսնել հենց առաջին հերթին մեծ հաշվով մարդկության համար, հասկանալով նաեւ որ այն վերջնական տեսլականը, որ ես ունեմ, ամենայն հավանականությամբ ես ինքս իմ կյանքի ընթացքում չեմ տեսնելու։ Այսինքն դա պետք է մնա գալիք սերունդներին ու դրա մեջ էլ իրականում բավականին մեծ ոնց որ եթե ուժը նրանում է, որ այո ունեմ այդ ուժը եւ կարող եմ եւ անում եմ եւ պետք է, այսինքն ես կարող եմ ինքս ինձ համար կանգնել եւ ես կանգնում եմ նաեւ իմ կողքինի համար եւ դա անելուց նաեւ հասկանում ես, որ շատ ավելի երկար է, շատ ավելի մեծ է այն, քան թե նույն քո կյանքը, այն կյանքը, որը պետք է ապրես։ Կարծում եմ, որ սա է ամենաուղղորդողը այդ առաջնորդության մեջ, որը որ եթե կարելի է դա առաջնորդություն կոչել, էլի եմ ասում ինձ համար դա ծառայություն է, բայց ծառայություն շատ մեծ թե երազանքով, բայց նաև թե գործիքներով եւ պատկերացմամբ թե ինչպես իրականացնել եւ ամանորյա իհարկե աշխատանքով, մեծ ջանքերի գործադրմամբ եւ գնալով դեպի այն տեսլականը, որը ունենք։ Շատ հաճելի մեկնաբանում էր, օրինակ ինձ համար առաջնորդությունը դա նախ 50-50 հարաբերակցությամբ աշխատելու եւ գենետիկայի, հա, այս միացումն է, որովհետեւ ռեալ կան մարդիկ, ովքեր ծնվում են առաջնորդային հմտություններով եւ կան մարդիկ, ովքեր չեն ծնվում, բայց կյանքի փորձառության ընթացքում զարգացնում են աշխատանքի օգնությամբ։ Ու երբ ես տեսնում եմ, որ կանայք չունենալով ոչինչ, շատ ռեսուրսներ իրենք աշխատում են ու փորձում են իսկապես առեք ստեղծել, ես նախ ներքուստ շատ ուրախանում եմ այդ կանանց համար ու փորձում եմ հնարավոր բոլոր ձևերով աջակցել, որովհետև կանայք պիտի օգնեն կանանց։ Իսկ մենք հիմա ցավոք սրտի մեր հասարակությունում տեսնում ենք նաև շատ վառ օրինակներ, որ կանայք խանգարում են կանանց,
աճել եւ ես շատ ցանկություն ունեմ, որպեսզի այս մոտեցումները կոտրվեն եւ հասկանանք, որ ամենտեղ չի, որ պետք է մրցակիցներ տեսնել եւ եթե կարող ես մարդուն օգնել, միանշանակ պիտի օգնես։ Եթե չես կարող գոնե պետք է չխանգարես։ Այո։ Դե ամփոփելով մեր զրույցը ցավոք մեր ժամանակ արդեն մոտեցավ իր ավարտին։ Ամփոփելով մեր զրույցը, ուզում եմ, որպեսզի դուք լինելով այս ամեն ինչի նախաձեռնողը, ձեր ինչ որ հղումը, հա, տակ մեր կանանց, գուցե մեզ հիմա լսում են ինչ որ կանայք, ովքեր ցավոք սրտի, բայց բռնության իրավիճակի մեջ են, կամ գուցե լսում են մարդիկ, ովքեր բռնության չեն ենթարկվում, բայց լավ կլինի, որ տեղեկացված լինեն։ Ինչ կասեք նրանց։ Հա, իմ ուղերձը կլինի այն, որ իմացեք, որ դուք մենակ չեք, որ կա մարդիկ, թիմեր, կազմակերպություններ, կառույցներ, ովքեր պատրաստ են կանգնել ձեր կողքին, ովքեր ամեն ինչ կանեն, որպեսզի դուք լինեք անվտանգ, ովքեր պատրաստ են ձեզ լսել, պատրաստ են ձեզ հետ այդ երկար ճանապարհը անցնել, որովհետև այո, դա կարճ ինչ որ մի բան չի, որ մեկ անգամ օգնում ես եւ վերջ, ոչ դա մի ամբողջ ճանապարհ է, որ պետք է անցնել եւ այո, պատրաստակամեն կա այդ կամքը, կա այդ ուժը, կա այդ հնարավորությունը, որ կարողանանք մենակ չթողնել ոչ մեկին բռնության դիմաց եւ կարողանանք ապահովել մարդու անվտանգությունը։ Եվ մյուսն որ կուզենամ ասել, եթե դուք ճանաչում եք ինչ որ մեկին, ով կարող է ենթադրում եք կամ ձեզ հետ կիսվել է, որ ենթարկվում է բռնության, անպայման իրեն պատմեք Safe-ի հավելվածի մասին։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ այդպես մի ընկերուհին մյուսին ասել է եւ հենց մի քանի օր հետո իսկապես դրա կարիք ունեցել իր ընկերուհին եւ մենք շատ ունենք նմանատիպ նամակներ, որ մեզ գնում ասում են ես ինքս իմ քույրիկի համար կամ հարևանուս համար հերոսացա, շնորհակալություն Safe-ի շնորհիվ, որտեվ իրան պատմեցի ու իրան դա պետք եկավ։ Տարածեք, հա, տարածեք, պատմեք ձեր ընկերներին, քույրերին, հարևաններին եւ դրանով իսկ եղեք այն մարդը, որ պատասխանատվություն է վերցնում մյուսների համար եւ կանգնում է թե ինքն իր համար, թե իր կողքինների համար։ Եվ երրորդն այն կանանց, ովքեր որ իրենց քայլերն են անում դեպի առաջնորդություն, ինչ որ մի բան են կերտում, մի բան են ստեղծում, դժվարությունները շատ են։ Մենք օրինակ մեր մասին շատ հաճախ տեսնում են այսպես մեր թե այս մրցանակը ստացան, այն մրցանակը ստացան, իրենց մասում Forbes-ում գրեցին այստեղ, այնտեղ էս երկիր, բայց իրականում եթե բացենք, այսպես թե ինչքան բաներն են, որ չեն ստացվում, ինչքան ավելի քիչ է այն բաները, որոնք որ ստացվում են, կտեսնենք, որ դրանց հարաբերակցությունը ուղղակի աներևակայելի է։ Ոստի այս ճանապարհը, հա, առաջնորդության ճանապարհը ինչ ոլորտում էլ ուզում է լինի, ինչ որ դուք այսօր նախաձեռնել եք եւ սկսել եք, իմացեք, որ այդ դժվարությունները զուտ նրա համար են, որ ձեզ ճիշտ ուղղորդեն, ձեզ ավելի հղկեն, ավելի ուժեղացնեն եւ անպայմանորեն, եթե դուք մի գործով զբաղվում եք, անպայման կհայտնվեն մարդիկ, ովքեր կգան ձեր կողքին կանգնեն եւ միասին կառաջնորդեք դեպի այդ գաղափարը, որ ուզում եք անել եւ ուստի երբեք մի նահանջեք դրանից, ինչ որ անում եք։ Երբեմն դադարներ պետք է վերցնել, բայց մի նահանջեք, առաջ գնացեք եւ իմացեք, որ ամեն ինչ ստացվելու է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Աղթում եմ Safe-ին եւ ձեզ շատ մեծ հաջողություն։ Շնորհակալ եմ Մանե ջան, ես շնորհակալ։ Դե ինչ հարգելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար ալիքի եթերում 2x հաղորդաշարներ, իսկ ես Մանե Բարղամյանն եմ։ Եվ այսօր զրուցում էի Safe-ի հավելվածի հիմնադիր եւ տնօրեն Մարիամ Թորոսյանի հետ։ Կհանդիպենք։